Խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում հայկական պատվիրակությունը ցամաքային սահմանով ժամանել է Ադրբեջան, անցնելով պաշտոնապես սահմանազատված և սահմանագծված հատվածով, սահմանային ու անձնագրային վերահսկողության համապատասխան բոլոր ընթացակարգերով։ Սա խաղաղության կամուրջ նախաձեռնության հերթական խորհրդանշական քայլն է, ուղղված Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև վստահության ամրապնդմանը։ Գաբալա քաղաքում տեղի ունեցել երկկողմ կլոր սեղան։ Հանդիպումը համախմբել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Երկօրյա քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել աշխարհաքաղաքական զարգացումներին և խաղաղության գործընթացի վրա դրանց ազդեցությանը։ Հայ և ադրբեջանցի փորձագետները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների շուրջ։ Նախքան երկկողմ երկխոսության մեկնարկը խաղաղության կամուրջ նախաձեռնության ներկայացուցիչները հանդիպել են քաղաքասարակության տարբեր շերտերի հետ, խաղաղության գործընթացի վերաբերյալ հանրային սպասելիքներն ու ընկալումներն ավելի լավ հասկանալու նպատակով։ Վերհանելով հասարակությունների ներսում առկա հիմնական մտահոգությունները և հաշվի առնելով հանրային սպասելիքները, եզրափակիչ նիստը նվիրել են խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում իրականացվելիք քայլերի շուրջ մտքերի փոխանակմանը։ Տնտեսական գործակցությունը կարևոր տեղ է զբաղեցնում խաղաղության գործընթացում, եւ որքան մենք հասկանում ենք, փոխվարչապետների մակարդակով քննարկվում են տարբեր դետալներ, ինչպես տարանցման, այնպես էլ երկկողմ տնտեսական գործակցության ձևաչափով։ Հայաստանն ու Ադրբեջանը շուրջ 3 տասնամյակ անց հետաքրքրված են ապրանքաշրջանառությամբ։ Սա բնական գործընթաց է, որի համար պետք է կամք եւ ցանկություն։ Ինչպես հասկանում եմ, Ադրբեջանի կառավարությունը կամք ունի, անհրաժեշտ է միայն գտնել համապատասխան սուբյեկտներ, որոնք պատրաստ են գործակցության։ Համամիտ եմ իմ գործընկերոջ հետ։ Այս տարիների ընթացքում մեր գործարարները սովորել էին շրջանցել միմյանց, երկու երկրների տնտեսությունները այնպես էին դեֆորմացվել, որ գոյություն ունենան, աշխատեն, զարգանան փակ սահմանների պայմաններում, որը երկու երկրների համար ամենաերկար սահմանն է։ Սա հանգեցրել է տնտեսական գործակցության դեֆորմացիայի։ Կարծում եմ, այժմ մենք կամաց-կամաց դա կհաղթահարենք։ Խաղաղության կամուրջ նախաձեռնության 4-րդ երկկողմ կլոր սեղանի մասնակիցներին ընդունել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիկմեթ Հաջիևը։ Քննարկման առանցքում են եղել տարածաշրջանային անվտանգությունը, խաղաղության գործընթացը և քաղաքացիական հասարակության ներդրումը հարաբերությունների կարգավորման գործում։ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների աջակցությամբ խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում կազմակերպված երկխոսության մասնակիցները վերահաստատել են մտադրությունը շարունակել համատեղ ջանքերը վստահության ամրապնդման ուղղությամբ։ Իսկ կառուցողական երկխոսության և անկեղծ քննարկումների մթնոլորտում անցկացված հանդիպումը վերահաստատել է համոզմունքը՝ խաղաղության օրակարգին այլընտրանք չկա։ Էմմա Վարդանյան, լուրեր։